Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում հեռուստադիտողները վաղուց արդեն ոչ միայն հետևում են դրամատիկ զարգացումներին, այլ նաև փորձում են կանխատեսել, թե որ կերպարների միջև կարող են նոր հարաբերություններ ձևավորվել։ Եվ վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց նոր հնարավոր զույգն է՝ Վովան և Հելենը։ Սոցիալական հարթակներում արդեն բազմաթիվ քննարկումներ են սկսվել այն մասին, որ սերիալը կարծես կամաց-կամաց գնում է դեպի շատ հետաքրքիր ու խորհրդանշական կառուցվածք՝ 3 եղբայր և 3 մտերիմ ընկերուհիներ։ Եթե նայենք ներկա զարգացումներին, ապա արդեն ձևավորված են 2 շատ սիրված զույգեր՝ Դավիթն ու Նարեն՝ ամենաքնքուշ, ամենաջերմ ու ամենաբնական զույգերից մեկը, և Լեոն ու Լեան՝ ամենաբուռն, ամենադրամատիկ ու կրքոտ հարաբերություններից մեկը։ Այս երկու պատմությունները լրիվ տարբեր են, բայց երկուսն էլ շատ սիրված են հեռուստադիտողների կողմից։ Դավիթի ու Նարեի հարաբերություններում մարդիկ տեսնում են խաղաղություն, հոգատարություն ու լույս, իսկ Լեոյի ու Լեայի հարաբերություններում՝ պայքար, կրակ, զոհողություն ու մեծ սեր։ Եվ հիմա շատերի կարծիքով հերթը հասնում է Վովային։ Վովայի կերպարը սերիալում առանձնահատուկ է, նա երկար ժամանակ կարծես կողքից հետևող կերպար լիներ, բայց իրականում Վովայի ներսում շատ ծանր պատմություն կա։ Նա ամբողջ կյանքում ապրել է միայնության զգացումով, մշտապես փորձել է հասկանալ ով է ինքը, որտեղ է իր իրական տեղը, ինչու է իր կյանքն այդքան խառնված։ Վերջին զարգացումները կապված նրա իրական ինքնության հետ էլ ավելի են խորացրել այդ կերպարը։ Եվ հենց այդ պատճառով հեռուստադիտողները կարծում են, որ Վովային հիմա պետք է մեկը, ով նրան հոգեկան հավասարակշռություն կտա։ Այստեղ էլ հայտնվում է Հելենի անունը։ Հելենը սերիալում այն կերպարներից է, ով դեռ ամբողջությամբ բացված չէ, բայց արդեն ունի իր կարևոր տեղը։ Նա Նարեի ու Լեայի ընկերուհին է, այսինքն արդեն բնական կապ կա Սարգսյան եղբայրների աշխարհի հետ։ Շատ հեռուստադիտողներ նկատել են, որ սցենարը կարծես աստիճանաբար մոտեցնելու է Հելենին Վովայի գծին, և անկեղծ ասած, եթե նման զույգ ձևավորվի, դա կարող է շատ հետաքրքիր ստացվել, որովհետև Վովան շատ բարդ ու փակ մարդ է, նա հեշտ չի վստահում, դժվար է արտահայտում զգացմունքները, ներսում շատ վիրավորանք ունի կյանքի նկատմամբ, իսկ Հելենը հակառակը՝ ավելի թեթև, շփվող ու հանգիստ էներգիա ունեցող աղջիկ է։ Նման հակադրությունները հաճախ շատ ուժեղ զույգեր են ստեղծում սերիալներում։ Պատկերացրեք Դավիթն ու Նարեն ամենաքնքուշ զույգը, Լեոն ու Լեան ամենակրքոտ զույգը, իսկ Վովան ու Հելենը կարող են դառնալ ամենահավասարակշռող ու կյանք վերադարձնող զույգը։ Հատկապես հիմա, երբ սերիալը շատ մութ ու ծանր փուլում է, նման հարաբերությունը կարող է նոր ջերմություն բերել պատմության մեջ։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը հենց հեռուստադիտողների արձագանքն է լինելու, որովհետև Գոյամարտի երկրպագուները շատ ակտիվ են և յուրաքանչյուր նոր զույգի մասին ունեն իրենց կարծիքը։ Ոմանք արդեն աջակցում են այս գաղափարին և ասում, որ շատ գեղեցիկ կլինի, եթե 3 եղբայրներն էլ սիրեն 3 մտերիմ ընկերուհիների, դա սերիալին կտա ընտանեկան ու ամբողջական զգացողություն։ Նրանք կարծում են, որ այդ կերպ 3 աղջիկներն էլ կդառնան նույն ընտանիքի մի մասը և սերիալում կձևավորվի շատ հետաքրքիր կանացի եռյակ։ Պատկերացրեք այդ տեսարանները՝ Նարեն, Լեան ու Հելենը միասին, իրենց հարաբերությունները, իրենց գաղտնի խոսակցությունները, իրար աջակցելը բոլոր դժվարությունների ժամանակ։ Դա սերիալին նոր գույն կտա։ Բայց կան նաև հեռուստադիտողներ, ովքեր կարծում են, որ Վովայի համար ավելի դրամատիկ սիրային գիծ է պետք։ Նրանք ասում են, որ Վովան չափազանց բարդ կերպար է և նրա սիրո պատմությունը նույնպես պետք է լինի ծանր, ցավոտ ու լարված, ոչ թե հանգիստ ու իդեալական։ Հենց դրա համար էլ շատ կարևոր կլինի, թե ինչպես կզարգացնի այս գիծը սցենարը։ Եթե Հելենի ու Վովայի հարաբերությունները կառուցվեն աստիճանաբար բնական ձևով, դա կարող է շատ սիրված դառնալ։ Հատկապես, եթե Հելենը դառնա այն մարդն, ով առաջին անգամ իսկապես կհասկանա Վովային, որովհետև Վովայի կյանքում ամենամեծ խնդիրը հենց դա է եղել՝ ոչ ոք նրան ամբողջությամբ չի հասկացել, նա միշտ իրեն օտար է զգացել։ Եվ հիմա, երբ նրա կյանքի մեծ գաղտնիքները կամաց-կամաց բացահայտվում են, նա հոգեբանորեն շատ խոցելի վիճակում է։ Հենց այդ պահին կողքին հայտնվող մարդը կարող է ամբողջությամբ փոխել նրա։ Բացի այդ, շատ հետաքրքիր կլինի նաև եղբայրների միջև դինամիկան։ Եթե Վովան իսկապես հարաբերություն սկսի Հելենի հետ, ապա ստացվում է, որ 3 եղբայրներն էլ սիրահարված են նույն ընկերական շրջանի աղջիկներին։ Բայց Գոյամարտը երբեք պարզապես սիրային պատմություն չի լինում, այստեղ ցանկացած հարաբերություն վաղ թե ուշ
բախվում է անցյալի գաղտնիքների ու վտանգների հետ։ Եվ եթե Վովան իսկապես մտնի սիրային հարաբերության մեջ, ապա շատ հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ բացահայտվեն նրա կյանքի ամենամեծ գաղտնիքները։ Ինչպես կարձագանքի Հելենը, եթե իմանա Վովայի իրական պատմությունը, կկարողանա ընդունել նրա անցյալը, իսկ Վովան կհավատա, որ վերջապես կարող է երջանիկ լինել։ Սրանք այն հարցերն են, որոնք կարող են նոր շունչ բերել սերիալին։ Մի բան արդեն պարզ է, հեռուստադիտողները պատրաստ են նոր սիրային պատմության, և եթե սցենարիստներն իսկապես որոշեն Վովայի կողքին տեսնել Հելենին, ապա գոյամարտում կարող է ձևավորվել նոր, շատ սիրված զույգ, որի զարգացումներին բոլորը կհետևեն մեծ հետաքրքրությամբ։ Դե ինչ, եթե համաձայն եք այս զույգի ձևավորմանը, այդ մասին անպայման գրեք, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում հետաքրքիր է կարդալ։